Շարունակենք ինչու փոխվեց խորհրդային միությունը։ Առաջին մասում ինչու բացատրություն տվեցի, որ մուսուլման Գորբաչովին բերելով իշխանության, իր կինը ոչ թե Ռաիսա Մաքսիմովնա Գորբաչովա է, այլ Ռախմելա Մահմուդովնա Մանսուրովա, Կազան ինքնավար միութենական հանրապետության, դա է ինքնավար հանրապետության Մանսուրովի աղջիկն է։ Անուն ազգանունը փոխելով ամուսնալով է նույնպես ազգանունը ցեղը փոխելով մուսուլման Գորբաչով էր, դարձավ որը մուսուլման էր։ Իր կինը, իր աղջիկը, իրին այս երեքով սովետական միության փլուզումը ոնց որ հիմա ներկայությամբ արևելյան Հայաստանի 28000 քառակուսի կիլոմետր արևելյան Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում ազգանուն ցեղը փոխած Նիկոլ Փաշովլինսկին էր, որը իր կինն է եվրեյ, որը բարեկամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կնոջ երկուսի կանայք հրեաներ են, ու ադրբեջանցիների այսպես կոչված Օսմանի թուրքերի միջոցով դա սիոնիստական եվրեյների հրեաների բանն հայ ազգին պետականորեն ոչնչացնեն, որ իրենք մնան երկրագնդի համար մեկ խելացի ազգը, բայց քանի որ հայ ազգը այն գաղափարներն ունի, որ սիոնիստական հրեաների եւ ամբողջ երկրագնդում առաջի ազգն է իր գաղափարությամբ, որը կարող է եւ իրեն պաշտպանել եւ ամբողջ մոլորակը։ Հիմա սովետական միության քանդումը շարունակենք։ Բերնեմայից հետո Գորբաչովը տեսնելով, որ իր գլխավոր հակառակորդներից մեկը Լենինգրադի ապկոմ առաջի քարտուղար Ռամանովն էր, համարյա ուժերը հավասար են, Անդրոպովը Բերնեմայից հետո Անդրոպովն ազգանավտան շեֆը ինքը դարձավ, Անդրոպովը մայից հետո Գորբաչովը որպեսզի ուժերը հավաքի ինքը լինի առաջին քարտուղար սովետական միությունը փլուզումը հաջողացնի, համարյա մեռելու բանում գտնվող ժամանակահատվածում գտնվող մի քանի ամսվա կյանք ունեցող Չեռնենկոին բերել դրեց Կենտկոմի առաջի քարտուղար։ Այդ ժամանակահատվածում ինքը ուժերը վերականեց, Չեռնենկոյի մահանալուց հետո ինքը ընտրվեց Կենտկոմի առաջի քարտուղար ընտրվելով գնաց Լենինգրադ ու այնտեղ Ռամանովին Լենինգրադի ապկոմի առաջի քարտուղարից ազատեց, նրա տեղը նշանակեց Գիդասպովին ու այնտեղ հանդիպեց Սերպի Մոլոդ մեր խոշոր գործարան աշխատողների հետ ու իրանք հարցրեցին Գորբաչովին դու Աստծու հավատում ես, ասեց չէ, ես Աստծու չեմ հավատում, բայց ինձ կնքելու ժամանակ իմ